Արմատ մեդիա, Էրմինե Ղարիբյան, Պարոն Կարապետյան, գույքահարկի բարձրացման հետևանքով Երևանի կենտրոնում ապրողների բեռը բավականին ծանրացել է։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք Հայաստանը այս մասով պլաններ ունի, փոփոխություններ կատարելու, գուցե գույքահարկը ելման կետի վերադարձնելու։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գույքահարկը Երևանի քաղաքի քաղաքապետարանի իրավասությունների մեջ է։ Հայաստանի կառավարության իրավասությունների մեջ չէ։ Ընտրությունները կառավարության ղեկավարի ընտրություններն են եւ կառավարության ձևավորման, այդ իսկ պատճառով իրավասու չէ կառավարությունը փոփոխել գույքահարկը, դա ավելի շատ քաղաքապետարանի որոշումն է։ Բայց շատ կարևոր բան է գույքահարկի ավելացումից հետո ինչ որակական փոփոխություններ են տեսել մեր հայրենակիցները մեր մայրաքաղաքում։ Դա է գլխավոր հարցը։ Երևան քաղաքը պետք է լինի 21-րդ դարի քաղաք։ Դուք պատկերացնում եք մեր քաղաքում այս 2026 թվականին չկա աղբա վերամշակման մի գործարան, մի հատ, որը, ասեմ, շահութաբեր ընկերություն է, ամբողջ աշխարհում համարվում է շատ շահութաբեր ձեռնարկություն։ Մեր երկրի առաջնորդները այսքան ժամանակ չեն գտել մի ներդրող չի համաձայնվել գա ներդրումանի աղբի վերամշակման մեջ Հայաստան, որովհետև չի վստահել իրենց։ Աղբի վերամշակումը եւ էկոլոգիայի առողջացումը Երևանի համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Բակային տարածքների հետ կապված խնդիրներ, բայց սա քաղաքային տնտեսության եւ կառավարության աշխատանքի արդյունքն է։ Կառավարությունը պահանջելու է քաղաքային տնտեսությունից ակտիվ վերափոխել մոտեցումը, հարգելու է սահմանադրական իրավունքը եւ իրավասությունների տարանջատումը, կառավարություն, համայնք, մենք հարգելու ենք, բայց պահանջելու ենք ակտիվ աշխատանք։ Իսկ երկարաժամկետ Երևանը մեծ փոփոխություններ է ունենալու եւ դառնալու է 21-րդ դարի վայել հայերի մայրաքաղաք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։